Չկա շաբաթ, որ ձերբակալություններ չլինեն, Երևանի քաղաքապետարանի դիրքորոշումը հետևյալն է։ Ցանկացած կոռուպցիոն դրսևորում պետք է ստանա իր արժանի պատասխանը, կլինի առաջատար մասնագետ, վարչության պետ, թե այլ պաշտոնատարանց։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը, անդրադառնալով վերջին շրջանում քաղաքապետարանի աշխատակիցների ձերբակալություններին։ Ըստ նրա, այստեղ կան խնդրահարույց իրավիճակներ։ Մասնավորապես նաև կարող եմ շեշտել Արաբկիր վարչական շրջանի, պարոն Արամ Ազատյանի կալանավորման փաստը։ Մարդը փաստացի 1 տարի շարունակ գտնում է կալանքի կալանավորված է եւ եթե չեմ սխալվում նաեւ իր փաստաբանները այդ մասով տվյալ գործը ուղարկել են եվրոպական դատարան, այսինքն Երևանի քաղաքապետարանը իր բոլոր, այսպես ասած, աշխատակիցների ենթադրյալ մեղքերի մեջ որոշակի, այսպես ասած, խնդիրներ է տեսնում։ Օրինակ, տեսեք, վերջի 2 աշխատակիցները, ովքեր որ ձերբակալվեցին, հասարակական կարգի ծառայության աշխատակիցները, որոշակի առումով ինֆորմացված լինելով այդ դեպքի հանգամանքներից, մենք այդտեղ որևիցե խնդիր չենք տեսնում։ Խնդիր չենք տեսնում նաև որպես այդպիսին վերջերս ձերբակալված նախկին քաղաքաշինության եւ հողի վերահսկողության աշխատակիցների ձերբակալության մասով։ Կոստանյանն անդրադարձավ նաև դպրոցներում աշակերտների կողմից թմրանյութերի օգտագործման դեպքերին, դրա հագնացող տեմպերին։ Նա նշեց, որ հանրակրթության վարչության շնորհիվ ամենօրյա կտրվածքով ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում ծնողների հետ։ Նաև համապատասխան իրապահ մարմինների մեր գործընկերների հետ են համագործակցում, որպեսզի կանխարգելիչ եւ ոչ միայն կանխարգելիչ միջոցառումների միջոցով հնարավորինս հանրակրթական հաստատությունները զերծ պահեն ձեր կողմից մատնանշված խնդիրների։ Իդեպ Երևանի քաղաքապետարանում կարծում են կարմիր գծերի վճարների բարձրացումից հետո կենտրոնը որոշակիորեն բեռնաթափվել է։ Վարորդներն ավելի քիչ են կայանման համար տարեկան փաթեթներ ձեռք բերում։ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն անդրադառնալով վարչական դատարանի կողմից կարմիր գծերի վճարների որոշումն անվավեր ճանաչելու եւ քաղաքապետարանի կողմից արդեն երկրորդ անգամ որոշման բողոքարկման վերաբերյալ հարցերին նշեց. կարմիր գծերի տարիֆների բարձրացման միջոցով կենտրոնի բեռնաթափման աշխատանքներն այս փուլում գոնե որոշակիորեն տեսանելի է։ Ուստի Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի կարմիր գծերի սակագնի բարձրացման մասով դատարանի երկրորդ որոշումը։ Առաջիկայում, երբ որ արդեն ավտոբուսների համար առանձնացված գծերի քանակը ել ավելի կշատանա, մենք այդ փուլից սկսած արդեն կարծում եմ շատերս կհամոզվենք, թե ինչի համար էր դա արված եւ առաջիկայում արդեն հունիս ամսվա ընթացքում մի շարք փոփոխություններ ենք արդեն ունենալու եւ կարծում եմ այդ մասով մենք նոր դրական փոփոխություններ կտեսնենք քաղաքում։ Ինչ վերաբերում է Երևանում տրանսպորտի ուղևորցի բարձրացման դեմ ակցիաներին, ապա ըստ Կոստանյանի շատերի կողմից ուղևորցը չվճարելու հետևանքով թերհավաքագրումներ կան։ Ուստի նախատեսվող 45 նոր տրոլեյբուսների մեծ մասը քաղաքապետարանը չի կարողանա ձեռք բերել։ Ակցիաների արդյունքում մարդկանց ամեն կերպ փորձելու, որպեսզի իրենք չվճարեն, ասելով, որ գինը անիմաստ է բարձրացել, 100 դրամ պետք է մնար, 100 դրամով կարելի է նման տրանսպորտային համակարգը պատշաճ ձևով սպասարկել։ Մենք հիմա ունենք մի իրավիճակ, երբ որ այս տարի Երևանի քաղաքապետարանը նախատեսել էր եւ հայտարարել էր, որ ձեռք է բերելու շուրջ 45 տրոլեյբուս, նախորդ տարի 15-ն էինք ձեռք բերել, բանից պարզվում է, որ արդեն այդ 45-ից 30-ը առնվազն հնարավորություն չի լինելու առնել, որտեղ թերհավաքագրումները բերել է նրան, որ այդ գումարը որպես այդպեսին չկա եւ հետեւապես այդ 30 նոր տրոլեյբուսները, որը որ պետքա լիներ 45-ի մեջ, արդեն 30-ը դուրս է եկել ցանկից։ Նման տեմպերով եթե շարունակվի հավաքագրումները, չի բացառվում, որ այդ 15 տրոլեյբուսն է Երևանի քաղաքապետարանը չկարողանա ձեռք բերի։ Չվճարողների համար տուգանք սահմանելու հարցը շարունակում է մնալ քաղաքապետարանի օրակարգում։ Որոշումը պետք է կայացնի ազգային ժողովը։ Կոստանյանը նաև ներկայացրեց առաջիկա անելիքները։ Երևանի քաղաքապետարանը 2025 թվականի ընթացքում էներգոարդյունավետության ծրագրով իրականացնելու է 36 մանկապարտեզի վերազինման աշխատանքներ։ 7 մանկապարտեզ վերակառուցվելու է։ Արդյունքում հավելյալ խմբեր են ավելանալու այդ մանկապարտեզներում։ Ներկայում արդեն 7 մանկապարտեզներ շինարարության փուլում են, եւս 3 նոր մանկապարտեզներ են կառուցելու Նոր Խարպերթում, Կորեայի ձորում, Ծարավ-Աղբյուրի փողոցում։ Արաբկիրում մեկ մանկապարտեզ անմխիթար վիճակում է, այն ամբողջությամբ քանդվելու եւ վերակառուցվելու է։
թվով 15-ում ամբողջապես բակերի բարեկարգման աշխատանքներ ենք իրականացրել, դրանք կարելի ասել մեծամասամբ արդեն ավարտական փուլում են, մյուս կողմից նաև իրականացնելու ենք մանկապարտեզների մասով երևի թե արդեն տեղյակ եք, որ այն վերակառուցվող մանկապարտեզները, որոնք արդեն շահագործման մեջ են գտնվում, նաև տեսահասողական սարքերով ենք հագեցնելու, որպեսզի այն խնդիրները, որ պարբերաբար մեծ աղմուկ են, այսպես ասած, բարձրաձայնում, ոչ միայն այդ հարցերը ավելի հստակ մարդկանց ներկայացնելու համար, այլ նաև ամբողջապես վերահսկելի դարձնելու մեր մանկապարտեզները, որպեսզի երեխա, դաստիարակ, ծնող այս հակամարտությունը, որ պարբերաբար տեղի է ունենում մեր մանկապարտեզներում, ոչ միայն ամենօրյա աշխատանքի ընթացքում մեղմվի, այլ հետագայում որևիցե կողմը հանիրավի չմեղադրվի։ Կոստանյանը հույս ունի, որ ի վերջո կհասներ մի փուլի, որ մանկապարտեզներում հերթերը կպակասեն։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։